Հերոսների մասին խոսելիս մենք իհարկե միշտ պետք է շատ զգույշ լինենք առաջին հերթին, հատկապես խոսքը վերաբերում է մասնագետներին, զարմանալի է գուցե հնչում, բայց մասնագետները առաջին հերթին պետք է զգույշ լինեն, որովհետև մենք կարող ենք նեղ մասնագիտական լսարանում պատմական տարբեր հերոսների անձը եւ գործը քննարկել, նրանց նաեւ սայթակումների, սխալ որոշումների մասին որոշակի անդրադարձներ ունենալ, բայց այդտեղ մենք հասկանում ենք, որ գործ ունենք մասնագետների հետ եւ պարտավոր ենք ուղակի բոլոր կողմերից նայել հերոսին, չէ՞ որ հերոսը եւս մարդ է եւ կարող է ունենալ սայթակումներ, ինչպես ցանկացած մարդ։ Բայց երբ դուրս են գալիս նեղ մասնագիտական լսարանից, պայմանականորեն ասած պատմության ֆակուլտետի հայոց պատմության մագիստրոսական կուրսից, այդտեղից դուրս գալուց հետո պետք է ուշադիր լինենք, թե ինչպես ենք արտահայտվում հերոսների մասին։ Օրինակ, լայն լսարանի առաջ ինչպես ենք խոսում, ինչպես ենք հեռուստատեսությամբ արտահայտվում, նույնիսկ աշակերտական լսարանում, դասարանում ինչպես ենք արտահայտվում, որովհետև քննարկել միշտ պետք է, մոդայիկ արտահայտություն կա, չէ, քննողական մտածելակերպ, որ սխալմամբ թարգմանել են քննադատական, critical thinking-ը թարգմանել են քննադատական, բայց լրիվ ուրիշ իմաստ են ստացել։ Իհարկե, քննել պետք է, բայց քննադատելը ինքնանպատակ է միշտ, որովհետև եթե մենք մեր հերոսներին պատմականորեն նայում ենք միայն քննադատական աչքով, ապա մենք ինչ գործ ունենք այստեղ ընդհանրապես։ Ինչպես ենք մենք եկել հասել 21-րդ դար, եթե մեր հերոսները միայն քննադատության արժանի մարդիկ են, ովքեր միայն սխալներ են գործել, ովքեր վատն են, չէ՞, մենք տեսնում ենք տարբեր նարատիվներ, այսինքն մեկնաբանությունների շարաններ, այսպես կոչեմ դա, որ արդյունքում մտածում ես մեկ-մեկ ասում ես լավ, եթե այսքան հազար ներողություն անպետք են մեր հերոսները եղել, հա, ինչպես իրենք են պնդում, սա որպես մեջբերում ասեմ, ոչ թե իմ խոսք։ Այդ դեպքում ինչ գործ ունենք իսկապես, մենք ոնց ենք հասել 21-րդ դար։ Եվ այս պարագայում պետք է նայենք այն ուղենիշներին, որ սահմանել է մեր պատմագրությունը օրինակ վաղ միջնադարից, այսինքն մեր ինքնության ճարտարապետները, 5-րդ դարի մեր գործիչները, մեծագույն ուսուցիչ Սուրբ Մեսրոպ Մաշտոցը եւ նրա սաները ինչ են սահմանել որպես հերոսի կերպարի ուղենիշներ, չափանիշներ եւ ինչպես են այդ չափանիշներին համապատասխան հետագա դարերում մյուս հերոսները բյուրեղացել, այսպես ձևակերպենք, հա։ Եվ խնդրեմ, 5-րդ դարում հենց պատմահար Մովսես Խորենացին, ինչպես հենց ճիշտ նկատել եք տեսանյութում, սահմանում է մեր նախահորը, մեր ազգի հիմնադրին, ինչպես արդեն առաջին հենց այդպիսի հերոս, ով անձնազոհ է, ով ուղղակի հախուռն որոշումներ չի կայացնում, նա չի հանդուրժում օտար տիրապետություն, միևնույն ժամանակ ընտրում է ուղղություն, որը կապ ունի նախնյաց հետ, այսինքն գնում է հարկ, հայրերի երկիրը, եւ այս ուղղությունը դառնում է արդեն նաեւ թագավորության սկիզբ, Խորենացին նշում է, որ մեր ազգի հիմնադիրը նաեւ պետականության հիմնադիր է, եւ այդպես տալիս է ուղենիշը, հետագա բոլոր մեր առաջնորդները պետք է այդ ուղղությամբ նայեն եւ այս տեսանկյունից հետագա բոլոր հերոսները իսկապես զբաղվում են պետականաշինությամբ եւ ոչ թե պետականաքանդությամբ։ Այս առումով իհարկե այս ուղենիշը չափազանց կարեւոր է եւ հետագա դարերում մեր պատմագիրները այդ սկզբունքը սրբորեն պահպանել են։ Եղիշեն տալիս է շատ հետաքրքիր բանաձև, նա իդեպ շատ հաճախ անհարկի քննադատության է արժանանում, իբրև, չգիտեմ, Մամիկոնյանների պատվերով գրեց, չգիտեմ ինչ, նախ գրաբար բառի պատվիրյալը սխալ մեկնում են, սխալ մեկնաբանում եւ դարձնում են այսօրվա իրենց որ բան են պատվիրում, այդ տրամաբանությամբ ասում են պատվիրել են։ Նախ չէր կարող նրա կրծեր աշակերտը բան պատվիրել նրան, ասեր սենց գրի, հա, կներեք, խոսակցական ձևով արտահայտվում։ Այսինքն Եղիշեն ավագ աշակերտներից է Մեսրոպ Մաշտոցի, Աստվածաշնչի թարգմանությանն է նաև մասնակցել եւ նախարարական ավագ խմբի պատրաստմանը գրագիտության այդ գործընթացը գրագետ դարձնելու առաջնորդողներից է, հայտնի է նաև այլ աշխատություններով։ Եվ այս մարդու մոտ
Սա մեծ հաշվով ավելին է, քան պարզապես պատմագրական եղելություն ներկայացված է։ 1036-ի մեջ դժվար չէ նկատել Մեսրոպ Մաշտոցի ստեղծած գրերի թիվը, թվահամարը 36։ Այսինքն նահատակված նախարարները նրանք հենց Մեսրոպ Մաշտոցի եւ նրա ավակ աշակերտների սաներն են։ Այսինքն նրանք պատրաստ են նահատակվել նաեւ գաղափարի համար եւ այստեղ այդ բանաձևն է վասն հավատո, վասն հայրենյաց, որը այսինքն հավատի եւ հայրենիքի համար սրբադասպան կարևոր սկզբունքն էր, որտեղ Վրթանես կաթողիկոսի կողմից էր ֆիքսվել աշխարհում առաջինը, քրիստոնեական աշխարհում, հենց հայերի մոտ է, որ հայրենիքի համար նահատակությունը հավասարեցվել է հավատի համար նահատակությանը դեռ 330-ական թվականներին։ Եվ այստեղ այս 36-ը ստացվում է հենց այդ խորհուրդն ունեն, այսինքն մեր ինքնության կարծեք պահապաններ գնում են հավիտենականություն դեպի դարեր, հետագա դարեր եւ տալիս են ուղենիշ, որ հայրենիքի եւ հավատի համար պետք չէ ընկրկել եւ նահանջել, զիջել դիրքեր։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ այդ ճակատամարտում օրինակ միայն դրված չէր ուղակի հավատի հարց, այդտեղ շատ ավելի լուրջ հարցեր դրված թագավորության վերականգնում եւ այլն եւ այլն։ Եվ այս ուղենիշներով, որ նայում ենք պատմության մեջ, գալիս հասնում ենք մեր ժամանակներ, հասնում ենք 1918 թվական, մայիսյան հերոսամարտեր։ Այստեղ հերոսները կարող են ունենալ տարբեր դրսևորում, իսկն միայն մարտի դաշտում կռվող, օրինակ Դանիել Բեգփիրումյան, Գարեգին Նեժդե եւ այլն, Սարդարապատ, Ղարաքիլիսա, Ապարան այնտեղ դրող, եւ մյուս բոլորը միայն նրանք չեն, նաեւ հերոսացման համար կարևոր են այնպիսի կերպարներ, ինչպիսիք են օրինակ Գևորգ 5-րդ կաթողիկոսը, նրա վճռական կամքը, նրա գործողությունները եւ իհարկե օրինակ Արամ Մանուկյանի կերպարը, որ նա մարտի դաշտում չէ, թիկունքն է նախապատրաստում, կայացնում է ստրատեգիական ճիշտ որոշումներ եւ արդյունքում ունենք ամեն մեկը իր դերում ճիշտ գործողությունների, աննահանջ գործողությունների արդյունքում բեկում, որը երբեք հնարավոր չէր պատկերացնել։ Եվ այս առումով նույնը կարծում եմ 90-ական թվականների սկզբին, 1990-ականներին ոչ բոլորն են վստահ եղել, որ մենք կարող էինք ունենալ այն հաջողությունը, որ եղավ Արցախյան։ Այստեղ դեռ այդ սերունդը կա, եւ մենք շատ լավ ենք հիշում այդ ամեն ինչը։ Այս առումով Արցախյան պատերազմի հերոսները մարդիկ են, ովքեր որ այդ դարերի ժառանգության հերոսի կերպարի կրողն ու շարունակողն են եւ բնականաբար Մոնթե Մելքոնյանը այդ կերպարներից առավել ակնառուներից մեկն է եւ նաեւ հետարքիր է այն առումով, որ նա նաեւ շատ լավ բարձրագույն կրթություն ստացած մարդ լինելով կան չէ իմ ասում են դե քեզ պետք է չգիտեմ մի խառնվի այդ բաներին ազգային օրակարգ բան գնա քո գիտությամբ չգիտեմ կրթությամբ ես ինքս հաճախ եմ այդպիսի բաներ լսում ասում են քեզ պետքա մի խոսաբան մի արա եւ այլն բայց նա ոչ միայն արտահայտվում էր նա անցնում էր այնպիսի գործի որ իհարկե իր նախնյաց ուղենիշով էր սահմանված եւ մի փոքր բանով կուզենա ամփոփել իմ խոսքը տեսական այսպիսի բանով հիշողության քաղաքականություն գոյություն ունի, որը միշտ տարբեր պետություններ վարում են։ Երբ ես լսում եմ, որ մեզ մոտ պատահական է հերոսների նսեմացումը, չգիտեմ, կերպարների, խորհրդանիշների, ասում են վրիպակ է, սայթակում է եւ այլն։ Մեկ-մեկ այնպիսի մարդիկ են ասում, որ ասում ես դուք իրոք այդքան միամիտ եք, թե միամիտ եք ձևանում։ Այստեղ իհարկե դժվար չի նկատել, որ հետևողականորեն այդ ամենը արվում է։ Այո, եւ երկու տեսաբանների անուն նշեմ արևմտյան, որովհետեւ ինձ ասում են հաճախ, բա խորենացին 5-րդ դար, 21-րդ դարի երկու տեսաբանների անուն նշեմ, ուրեմն Մայքլ Ման, արևմտյան տեսաբան է, նշում է այդ հիշողության քաղաքականության փոփոխությամբ ժողովրդավարության անվան տակ ինչպես են իրականացրել երկու ցեղասպանություն եւ ամբողջ իր աշխատությունը դեմոկրատիայի հակառակ կողմը կոչվում է։ Նա ներկայացնում է երկու բան։ Մեկը հայոց ցեղասպանության օրինակը, մյուսը հրեաների հոլոկոստը։ Բացատրում է ինչպես գեղեցիկ թեզերով ամեն ինչով նախապատրաստեցին եւ այդ ընթացքում ինչպես են սիմվոլների հետ պայքարում։
Օրինակ Հայաստան անունը, որ սկսեցին արգելել 1880-ականների սկզբին հայերն օգտագործեին Արևմտյան Հայաստանում։ Մյուսն էլ Էնթոնի Սմիթն է։ Սմիթը էլի արևմտյան տեսաբան, ասում է, որ հայերը որպես ազգ շատ ավելի վաղ են կայացել, որովհետև սիմվոլների ազգային այդ հերոսների դաշտ եւ եկեղեցու կողմից այդ ամեն ինչը ավելի այսպես բյուրեղացած գործընթաց է անցել, եւ եթե օրինակ իտալացիների պարագայում 19-րդ դարի երկրորդ կեսում է այդ գործընթացն ավարտում, ասում է հայերին չի կարելի տեսական այդ նոր բաներով ասել նոր եք ձևավորվել, որովհետեւ իրենք շատ վաղուց ունեին ենթադրենք Գարիբալդիի անալոգ, որը տվյալ դեպքում հենց Վարդան Մամիկոնյանն է, շատ ավելի անznազող նույնիսկ կերպար։ Եվ կարծում եմ, որ մենք ունենալով նման ժառանգություն հերոսների կերպարների իրավունք չունենք ուրանալու այդ կերպարների ամբողջ ժառանգությանը, ընդ որում ոչ միայն ֆիզիկական ժառանգության, այլ նաև մետաֆիզիկական, խորհուրդը որպես նրանց մեր թողած, եւ պարտավորենք ուղղակի հավատարիմ մնալ նրանց թողած ուղենիշներին։ Շնորհակալություն։